Հարկներ դեհին։ Ես եթերը նվիրելու եմ գրառումներին, որովհետև իմ Facebook-յան էջում եւ YouTube-յան ալիքում իմ հետևորդների մեջ սկսվել է դիսկուս։ Ես ուզում եմ իմ քան որ անդադ գրել, ուղղորդել, պատասխանել, երկար է տևում, չէ՞, ժամանակ չկա որ անդադ գրես, ուզեցի խոսքով ասեմ թե որն է որից հետո իմ պատկերացումը։ Ուրեմն մեր հայրենիքում դեռ իսկապես կաղում է պատկերացումը ընդհանրապես չարիքի որտեղից է գալիս։ Եթե մենք գաղութ ենք ռուսական, Ռուսաստանի գաղութ ենք 300 տարի է։ Ու այս վիճակին ենք, ուրեմն մեղավորը գաղութարարն է, չէ՞։ Ուրիշ որից է մեկը գաղութ լավ բան չէ։ Այսօրով է գաղութի տերը Պուտինը։ Սրանից առաջ 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 20 տարի առաջ ով էր այդ գաղութի տերը։ Էլի Պուտինը, չէ՞։ Այսինքն, եթե մարդ կա Հայաստանում, փորձում է տարբերություն դնել նախկինների ու ներկաների միջև, ուրեմն ինքը մի պարզ բան չի պատկերացնում, որ գաղութում որից է մեկը ինքնագլուխ ոչինչ չի կարող անել։ Եթե դու գաղութ ես, ինչ-որ մեկի գաղութն ես, սեփականություն է, դու չես կարող, ուզենաս վատություն անես, չես կարա, ուզենաս լավություն անես, չես կարող, մինչև դու այդ թույլտվությունը չստանաս։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը այն հանցանքները, որ արել է մեր հանդեպ, դա եղել է գաղութարարի պահանջով կամ թույլտվությամբ կամ հորդորով։ Այո, արել է հանցանք, արել է Սերժիկը եւ Նիկոլը։ Եթե Լևոնից որ չեմ խոսում, ուղղակի Պուտինի ժամանակ Լևոնը չկար, բայց նույն բանը Կրեմլի այն մի ադմինիստրատոր է, որ նստած եղել, Կրեմլի տերը ավելի շուտ, նա է ասել Լևոնին ինքը ոնց վարվի հայ ժողովրդի հետ։ Ժողովուրդը, Լևոնն էլ մեր սպիտակ եղերն է արել։ Մեր գիտությունը, մեր պատմությունը, մեր քաղաքական ինքնուրույնությունը, ռազմաքաղաքական ինքնուրույնությունը, ամենշտվել է ռուսին։ Այսինքն մեզ ստրկացրել է։ Այսինքն որ մենք անկախացանք, շատ կարճ ժամանակ հետո Լևոնը մեզ նորից սարքեց գաղութ։ Համար մեկ թշնամին է։ Ուղղակի որ Լևոնից քիչ եմ խոսում, ես այս պուտինյան իրականության հետ եմ ավելի շատ բան անում։ Դրա համար Լևոնը դուրս է մնում։ Բայց որ ես խոսում եմ նախկիններից ումից որ խոսեմ, Լևոնը դրանց մեջ է։ Նույնիսկ դրանց գլխին է։ Հիմա այն որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ավերածություններ էր անում, թալանում էր, չգիտեմ, առնում էր, ծախում էր։ Դա առանց Պուտինի, ասենք, եթե պատկերացրեք Հայաստանը Պուտինի սեփականությունն է, իրական ինքը ինչ ուզես էլ արել է։ Ասենք Ռոբերտին կարար ինքը ուրիշ ձև, ասել, տղա ջան, չծախես դա, այն ինչը չառնես, այն ինչը չքանդես։ Մեզ էլ է պետք գալու, օրինակ, կարա Ռուսաստանին պետք գա, օրինակ։ Թույլ չտա չեր անելու։ Մինչև դուք այս ընկալումը չունենաք, այսինքն տարբերություն չկա է Ռոբերտ Նիկոլ Սերժիկ։ Պուտինը միշտ եղել է։ Այսինքն ամեն հանցանք Հայաստանում ինչ կատարվել է, դա կատարել է Պուտինի կամքով, Պուտինի թույլտվությամբ, Պուտինի հովանավորությամբ։ Հասկանում եք։ Ու փորձել ասել, որ ինչքան պրիմիտիվ է, չէ, հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Եթե Քոչարյանը հայրենիքը, ասենք, սննկացրել էր, այսինքն թուլացրել էր պետությունը Սերժիկի հետ, Նիկոլն եկավ ունեցավ այդ գալուց 2 տարի ժամանակ ուներ։ Ինքը կարար այդ ամեն ինչը հետ բերել։ Սաակաշվիլին ոնց դատի տվեց, բոլորի ձեռից փողերը բերեց։ Նիկոլը չարեց։ Ասում են, դրանք երկիրը թուլացրել են։ Նիկոլն էլ ծախել է դրանց թուլացրած երկիրը։ Հասկանում եք։ Թուրքացնում է։ Արցախը լրիվ ասել է մոռացեք դրա մասին։ Մենք ասենք Արցախի հանքերը, Քոչարյանները, ռուսները, հա, կերել են։ Բայց Նիկոլը փոխանակ այդ ամեն ինչը բերեր դներ տեղը, բանակը հզորացներ, նորմալ դաշնակիցներ բերեր կողքը դներ, որ ասենք նորից ռուսները երկրորդ ծանր հարվածը չհասցնեն թուրքերի հետ։ Չի արել, որտեղ ինքն էլ է լսել Պուտինին։ Սարսափելի միամտություն է ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարին, ասենք Նիկոլին, ինքը ՀԱՊԿ-ի Նիկոլն, ինքը Պուտինի տղեն է։ Ասենք փորձել համեմատել Պուտինի այն մի տղի հետ, ասենք Ռոբերտի հետ։
Ես որ ունեմ 3 տղա, 3 տղա ունեմ։ Ես ոնց հանձնարարություններ տամ, բայց իրանք էլ անեն։ Հասկանում եք։ Ու դուք եթե ես մեկին ասեմ գնաց արա գլուխը ջարդի, ու ինքը գնա ջարդի, այն մեկին էլ ասեմ լավ, դու էլ դրանից հետո գնա դրա գլուխը փաթաթի կապի, այն կարող ասեն այն տղեն, արես մի տղեն լավն էր, այն մեկն եկավ ջարդեց, ես եկավ սարքեց։ Ես եմ ասել այդպես։ Սրան ասել եմ գնա ջարդի, որ խելքը գլուխը գա, նրան էլ ասել եմ գնա կապի, որ արուն ասենք շատ չգնա պետք կգա, էլի կարող է մի անգամ էլ ջարդենք այդ գլուխը։ Հասկանում եք, էս իրավիճակն է։ Ու սա էս իրավիճակում որոշել, որ բանը Նիկոլը հարմար էր Ռոբերտից, սա ուղղակի տկարություն է, տկարամտություն է։ Չկա տենց բան։ Այդ որ Սամվել Կարապետյանը տաշի Սամոն եկել է, չի կարողանում ուշքի գա, լցված են, փողեր են ծախսում, մասնագետներ են բերում, չգիտեմ, ռեպորտաժներ են սարքում, էլ չգիտեմ ինչ անեն, որ այդ մարդուն ցույց տան ազգային, իբր մարդը բիզնեսմեն մարդ է։ Իր փողերից հայրենիքի համար լուրջ բաներ ունի արած։ Բացի բանակից։ Այն ինչ որ պետք է մեր երկրին ուժեղացներ, ցույց չեն տվել։ Էս էլ իր հանցանքը։ Հասկանում եք։ Բայց բերած արած բաներ ունի։ Բայց հիմա ինչքան ուզում է դուրս գա, ասի ես ազգային եմ, իբր Պուտինի հոտը գալիս է վրից այդ մարդու։ Չեն կարողանում։ Ժողովուրդը հասկացել է։ Ու ուղղակի զարմանում եմ մարդու, ով ակտիվ հետևում է ամեն ինչին։ Ու տարբերություն է դնում Նիկոլի ու Ռոբերտի մեջ։ Էլի եմ ասում, ես 3 տղա ունեմ։ Ես մեկին կարող եմ հանձնարարեմ գնա նրա գլուխը ջարդի։ Վատ նպատակով ասեմ, ես թող ենթարկվես, թող վախենա։ Արնահոսություն լինի, մեկին ասեմ, դե ջարդողին ու չես ասի գնա կապի, ասում եմ, դու էլ գնա բան արա, վատ ոստիկան, լավ ոստիկան, գնա դրա գլխի վերքը կապի, թող չառնահոսի ու ինքը լմես պետք է գալու։ Այդ գլուխը կարող եմ եկել ջարդենք։ Մեր երկրի հետ Պուտինը դենց է վարվել։ Հասկանում եք, եթե Նիկոլը լիներ տղա, անկախ առանց Պուտինի, ինքը այդ 18 թվից 20 թիվը միջև պատերազմ, մեր այդ Լևոններին, Ռոբերտներին, Սերժիկներին, հիմա դրանց ունեցվածքը բերել էր բյուջե, ինքն էլ պարգևավճար չէր ստացել, դրան տղավարի էր պայել, այդ բոլորի մոտ փողեր չէր բաժանել։ Բանակը զինել էր, ասենք դաշնակիցներ էր, Ռուսաստանից հեռացել էր, ու այսօր մենք ոչ թե կունենայինք, ասենք, այս վիճակ, կունենայինք արդեն Ալիևը, Ախիջևանը պետք է դատարկեր, որ հանձներ։ Հասկանում եք, թուրքերը պետք է չի արել սա, որովհետև ինքը ենթարկվել է Պուտինին։ Եթե դուք սա չեք հասկանում, կներեք ընդհանրապես մի մտեք вообще քաղաքականության մեջ, ոչ մի հայտարարություն մի արեք, ժողովուրդ։ Չի կարող պիղծը, ասենք Փաշազադեն հիմի մեր եկեղեցու մասին մտածում էր, որ ասում էր մաքրեք եկեղեցին կամ ավիրեք այդ եկեղեցին բան այդ ահաբեկչական որջը ասում է։ Օրինակ Փաշազադե հայտարարությունից հետո է Նիկոլը դենց սկսել։ Հիմա ինչ անենք, որ ասում եք Նիկոլը եկեղեցին մաքրում է։ Այն Փաշազադեն էլ էր մաքրում։ Հա, Փաշազադեն անհանգստանում էր մեր եկեղեցով։ Կամ ով է տեսել Բենթլիով, օֆշորային այդ նախկինների փողերը լվացած Բենթլին։ Այսօր Նիկոլի ձեռը գործիքն է։ Իբր նախկինների հասկանում եք օֆշորային նախկինների օլիգարխը այդ Բենթլին, որ եկեղեցիական է, արքիեպիսկոպոս է, այդ նախկինների գործիքն է եղել։ Պուտինի գործիքն է եղել։ Այսօր Պուտինի գործիքով, Պուտինի այն մի գործիքի հետ այդ գայգին բեյդ ուզում է շոր հարց։ Ո՞ց կարաս ու Բենթլիով եկեղեցի մաքրես։ Դու պետք է եկեղեցին Բենթլիից մաքրես, բայց ոչ դու։ Եկեղեցին ինքը պետք է ժողովրդի պարտադրմամբ իր մեջ ուժ գտնի։ Ժողովրդի Արցախի հարց չլուծած մարդը, ասում ես Արցախի հարցը լուծել եմ։ Ո՞նց ես լուծել։ Այսինքն Արցախն Ադրբեջանին հանձնելը դա Արցախի հարց լուծում էր։ Դա նույնն է, որ ես հիվանդ լինեմ, գնամ բժշկի, այդ բժշկի ինձ բուժելի փոխարեն սպանի, դե որ մեռայիմ հիվանդությունն անել հետս վերանալու է, չէ՞։ Հետո ասեն ինչ եղավ այդ հիվանդությունը, ասեն այդ հիվանդությունը վերացավ։ Նիկոլը էդ է արել մեր Արցախի հետ։ Ոչ թե առողջացրել է, սպանել է Արցախին։ Ու այսօր հույս դնել, որ Նիկոլը ինչ-որ մի լավ բան կանի, Նիկոլը ուր մտնի, պետք է ոչնչացնի։ Եկեղեցի մտավ, պետք է ոչնչացնի։ Ցեղասպանության թանգարան մտավ, պետք է ոչնչացնի։ Մատենադարան իմ ամենախոցելի տեղերից մեկն է մեր։ Մատենադարանը կոչնչացնի։ Որովհետև դա մեր հիմքն է, որ մենք ազգ ենք, որ մենք ինքնուրույն ազգ ենք, ունենք առանձին լեզու, մշակույթ, պատմություն, որը չունեն թուրքերը։ Թուրքերը միջև հիմա փնտրտուկի մեջ են, իրենք ով են, ազերիները։ Բայց մենք ունենք հստակություն։ Իսկ դա խանգարում է, այդ հանրություններն են ստանում, վերացնել, ավիրել։
Այսքանից հետո Նիկոլին վստահել որևիցե գործ։ Դեռ չասեմ էլի։ Չասեմ։ Խելքի եկեք ուղագի։ Խելքի եկեք։